Ողջույն բարեկամներ, ինձ մոտ դեռ ապրիլի 2-ն է և ուղիղ 9 տարի առաջ ապրիլի 2-ին ադրբեջանցին արձակվեց Հայաստանի վրա։ Ես ասում Հայաստան, որովհետև իմ համար Արցախը Հայաստան է։ Արձակվեց Հայաստանի վրա։ Եվ դրա մանրամասների, կործանիչ մանրամասների մասին մենք շատ բան չէինք իմանա այդ օրերին, եթե պատահական երկու փաստ դուրս չգար ջրերս, բայց մինչև դրան անդրադառնալը ես ուզում եմ այս հաղորդումը սկսել Գուստավ Մալերի, մեծ կոմպոզիտորի խոսքերով, ասում է տրադիցիաները, արժեքները, դա կրակի փոխանցումն է, ոչ թե խոնարհումը մոխրին, սա շատ կարևոր է, որ կրակ փոխանցելն է տրադիցիան, այդպես պետք է լինի, ոչ թե խոնարհումը մոխրին, այն ինչով մեզ հիմա ստիպում են անել։ Իսկ հիմա վերադառնանք մեր թեմային։ Եվ այսպես, ապրիլյան քարոզիայի պատերազմի մանրամասներից մենք շատ բան չէինք իմանա, եթե երկու փաստ կարևոր դուրս չգար այդ ժամանակ ջրերես եւ չդառնար Սերժ Սարգսյանի իշխանության համար չափազանց անհանգստացնող, որի համար երկու փաստի արձանագրողները հետագայում պետք է ձերբակալվեին։ Խոսքը Ժիրայր Սեֆիլյանի եւ Անդրեաս Ղուկասյանի մասին է։ Եթե հիշում եք 2016 թվականի ապրիլյան քարոզիա պատերազմից հետո, երբ որ ասեցին բան չի եղել, թեթև կրակոցներ է եղել, Ժիրայր Սեֆիլյանը բացահայտեց, որ ինչպես է բան չի եղել, 7000 քառակուսի մետր, այսինքն 7 հեկտար զիջվել է թշնամուն։ Ես գուցե սխալ եմ ասում, հեկտարով ասեմ, 7 հեկտար զիջվել է թշնամուն ու կարևոր դիրքեր։ Իսկ Անդրեաս Ղուկասյանը հրապարակեց տեսանյութ, այս տեսանյութը խնդրեմ, Ծաղվել եկան, այ մեզ այսքան բանմա չի մնացել։ այ այդ եկող պահելեր, այս ֆիլմի մեջից էր այդ հատվածը, այ որ մոտենում են, ծաղվել եկան, այ մեզ այսքան բանմա չի մնացել։ Այսպիսի մի հետ տեսանյութ էր ուղարկվել Անդրեաս Ղուկասյանին, որն էլ հրապարակեց, որտեղ պարզ ասում է, որ թշնամի մոտենումը ու կրակի հրաման չեն տալի մարդկանց։ Ու երկու փաստ ստիպեց Սերժ Սարգսյանին խոսել։ Սերժ Սարգսյանը նախ ասեց 7 հեկտար չի, 8 հեկտար է նախ, իսկ երկար ժամանակ ամբողջ մեդիան սերժական գոռում էր, որ այդպես բան գոյություն չունի, ինչ 7 հեկտար, ինչ զիջել, մերոնք ջարդել են, հետ են շպրտել եւ այլն եւ այլն։ Իսկ Սերժ Սարգսյանը Եվրոպայից հետ գալու ժամանակ ինքնաթիռում լրագրողների մոտ ասեց, չէ, 7 հեկտար չի, 8 հեկտար է։ Այդքան ենք զիջել, ու դրանք անպետք հողեր էին։ Լելեթեփեի բարձունքը անպետք հողեր էր, 8 հեկտար։ Իսկ այս տեսանյութի հրապարակումից հետո, երբ որ պարզ դարձավ, որ զինվորներին կրակելու հրաման ուղղակի տրված չի եղել, այստեղ ժողովրդի մոտ հարց առաջացավ. ինչ է իրականում կատարվել ապրիլյան այդ 4 օրվա պատերազմի ժամանակ եւ ինչու Մոսկվան այդքան արագ կանգնեցրեց պատերազմը։ Երբ որ արդեն կամավորները հասնում էին ճակատ եւ մենք բոլորս հիշում ենք այդ օրերին ոնց է ցանկացած կրակոց եւ ամբողջ Հայաստանը մի մարդու նման, ով այդ գործի մասնագետ է, զենքերը վերցնում էին, ջոկատները կազմում էին ու գնում էին ճակատ։ Այն ժամանակ դեռ երկրապահը Մանվելի ձեռքն էր, ոչ թե Թթվիկար Սասուն Միքայելյանի հանցագործ։ Եվ այլն, Սերժ Սարգսյանը արագ, Սերժ Սարգսյանը չէ իհարկե, հրամանով կանգնեցրեցին պատերազմը, մեզ ասեցին ոչ մի բան չի եղել, այնինչ թուրքերը առաջ էին եկել եւ հետագայում սկսեցին պարզվել մեղավորների ցուցակը։ Այն բանից հետո, երբ որ պարզվեց 7 հեկտար, 8 հեկտար ավելի շուտ հանձնվելը եւ հրաման չի եղել կրակելու, ավելի ճիշտ հրաման է եղել չկրակելու։ Սկսեցին կամաց փաստեր իհայտ գալ, որի արդյունքում եղան մեծ միտինգներ, մեծ ցույցեր, մենք զինվորների կողքին ենք։ Այդ ժամանակ ապրիլի ամսին Երևանում ցույցեր էին։ Եվ ինչ է կարծում ինչ եղավ այդ ցույցերի։ Հետագայում
հեղափոխության ոստիկանապետ Օսիպյանի ձեռքով սկսեցին ջարդել մարդկանց։ Մարդիկ դուրս էին գալի, դերս էին եկել, իսկ այդ ժամանակ չափազանց ակտիվ էր հասարակական սեկտորը, քաղաքի, այդ մարդկանց սկսեցին ջարդել ուղղակի։ Միայն խոսքի համար, որ իրենց բանակի հետ են։ Այդ չեմ ասում, որ միանգամից կազմվեցին կետեր քաղաքում, ինչպես մենք գիտենք, հա, որտեղ սնունդ էր հավաքվում, օգնություն էր հավաքվում, սիգարետ, ինչ որ այը։ Մեր տղաներին օգնելու համար։ Մենք դա պրակտիկան ունեցանք նաև 20 թվականին։ Քարոզիա պատերազմի բոլոր մանրամասները փորձեցին մեզանից թաքուն պահել։ Հետագայում, որպեսզի մեղմեն այս խնդիրը, սկսեցին հարուցվել քրեական գործեր 50-ից ավել։ Իհարկե դրանցից ոչ մեկ չհասավ դատարան, ոչ մեկ չդատվեց։ Դա ստիպեց նախ Սերժ Սարգսյանը հետագայում կալանավորեց եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ Անդրեաս Ղուկասյանին, որին էլ հաջորդեց Սասնացրել ապստամբությունը, որովհետև Սերժ Սարգսյանը բավարարված չէր այդ արդյունքներով եւ նա անպայման պետք է աներ այն, ինչ որ չստացվեց Քարոզիա պատերազմի ժամանակ։ Եվ այսպես, այդ ժամանակ մենք իհարկե եղավ ապստամբությունը, չհաջողվեց այդ պլանները, մենք մոռացանք Քարոզիա պատերազմի կազմակերպիչների, հա, որովհետև ապստամբությունը կարծես ավելի մեծ իվենտ էր հայկական իրականության մեջ, իհարկե աննախադեպ իվենտ էր, եւ գնաց կառավարության փոփոխություն, եթե հիշում եք, հետագայում 18 թվականին եղավ Նիկոլ Փաշինյանով փոփոխություն, եւ մենք բոլորս վստահ էինք, որ ի վերջո 44-օրյա պատերազմի կազմակերպիչները արդեն կազմակերպիչները պետքա պատասխան տան։ Բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, եկավ իշխանության եւ պարզվեց ոչ մեկ պատասխան տալու չունի։ Հակառակը, այն ոստիկանները, որոնց վրա քրեական գործեր կար Սարիթաղում ջարդերի համար, տարբեր էլեկտրիկ Երևանի ժամանակ ջարդերի համար, բոլորը չեղարկվեցին, բոլոր քրեական գործերը։ Նիկոլ Փաշինյանն ասեց, չէ, ճիշտ եք արել, ինչ որ արել եք, հիմա նույն բանը պետք է անեք ինձ համար։ Եվ ամռանը ստեղծվեց, եթե հիշում եք, քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում էր նույն Անդրանիկը, այս դուք գիտեք Քոչարյան Անդրանիկը, Անդոնը, որը պետք էր ուսումնասիրել բոլոր հանգամանքները Քարոզիա պատերազմին։ Եվ ես հիշում եմ հուլիս ամիսն էր, արդեն հուլիս թե օգոստոս ամիսն էր, 20 թվականին, պատկերացնում եք, պատերազմից 2 ամիս առաջ։ Սերժ Սարգսյանը սպիտակ կոստյումով հասնականում ասուլիսա տալիս, որ ինքը հերոսա, ոչ թե ինքը կազմակերպիչն է 44-օրյա պատերազմի, այլ ինքը հերոսն է եւ շուտով իրեն պետք է արտադասեն։ Այդ ժամանակ ինչ եմ անում ես։ Ճարահատյալ, ինչ կարելի է անել։ Ես հիմա ցույց կտամ երկու կարճ ձայնագրություն։ Այն ժամանակ ես կապնվեցի Վարդան Ղուկասյանի հետ, այո, նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանին։ Ասի, պարոն Ղուկասյան, այսպիսի մի բան են ուզում անեն մեր հետ։ Արտադասնել Սերժ Սարգսյանին, սպիտակ կոստյումով, ինքը եկել է հրեշտակի դեմքով ու պետք է ասի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը փրկել է։ Ժողովրդին փրկել է։ Ասի, ինչ կարող ենք անել։ Ասեց, ինձ 1 օր ժամանակ տվեք։ Սա Վարդան Ղուկասյանի խոսքերն է, ասեց 1 օր, 2 օր ժամանակ տվեք, ես մի քիչ փաստեր հավաքեմ ու զրուցենք։ Ասի, շատ լավ։ Մենք 3 հաղորդում արեցինք միասին, 3 հաղորդում, ես հիմա քիչ-քիչ փոքրիկ կարևոր մասեր ցույց կտամ ձեզ։ Այդ 3 հաղորդման արդյունքում բացահայտվեցին այնպիսի խայտարակ դավաճանության թեմաներ, փաստեր, որ այս ժամանակ ուղակի, ես չգիտեի, ասում եմ, ոնց ենք մենք հանգիստ քնում, երբ որ գիտենք այդ նույն պատերազմի կազմակերպիչները, նույն հանցագործ զինվորականները այսօր նույն պոստերին են, եւ ինձ ով կարող այսօր երաշխավորի, որ նույն սցենարը չի կրկնվելու։ Ընդամենը 2-3 շաբաթ հետո 44-օրյան է դա։ Նույն սցենարով, նույն ձեռագրով, նույն ձևերով, նույն մեթոդաբանությամբ, բայց ավելի մասշտաբային։ Եվ որպեսզի ոչ մի բան չներ, ապստամբություն չներ, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ էր, բերել էին իշխանության դրել էին այնպիսի մի կերպարի, իրենս Փաշինյան Նիկոլի, որ իբր ինքը ժողովրդի սիրածն է եւ ինքը հաստատ չի դավաճանելու իր ժողովրդին։ Եվ այսպես ես մի քանի փաստ եմ ուզում ներկայացնեմ այդ հաղորդումներից, ուզում լսեք
Շնորհակալ։ Ուրեմն պաշտոնապես հայտարարեմ, որ եղնիկներում մատաղից եղնիկներ եւ այլն այդ ժամանակ դիրքերում եղել է սնունդի խիստ դեֆիցիտ։ Շատ մեղմ կարտահայտվեք ես։ Բայց դա այն ժամանակ ա եղել, երբ որ զորքը բարձրացել է նոր, այսինքն մենափոխ ա եղել, ցանկացած մենափոխի ժամանակ զորքը դիասուխոյի պայուկի հետ բարձրացնում է դիրք։ Բայց արդեն այնտեղ ապրիլի 3-ի 4-ի դուրսությամբ եղել է սննդի պակասորտ, շատ խիստ պակասորտ։ Դեֆիցիտ, այսինքն զորքը եղել է սոված, այդպես ժողովրդական լեզվով արտահայտվենք։ Մեկ այլ նյուանս, որից տեղեկացեցին, ուրեմն թիվ 611-ից մինչև 618 տանկերի մասին է խոսքը, 611, 12, 13, 14-ը 7 տանկի մասին է խոսքը, որոնք որ 7-ից 6-ը խփվել են, մեկ չի խփվել զուտ նրա պատճառով, բախտի բերման պատաբամբ, որի մեջ եղել է վարելիքը կիսով չափ ջուր եւ տանկը հանգել է, չի հասել պարտական դաշտ, դրա համար հանգել, այսինքն չկաչալի կարած բարիք։ Այդ տանկերի վրա, յուրաքանչյուրի վրա, ուրեմն յուրաքանչյուր տանկ իր ամբողջ մարդական սպառազինությամբ կրում է 44 արկ տանկի մեջ։ Այդ բոլոր 7 տանկերի վրա դուրս ա գրվել 308 արկ։ Այսինքն ամեն տանկ 44 անգամ կրակել է։ Բայց երբ որ նայել են խոսքի օրինակ նաև կրակելով հանդերձ մի տանկը, քանի մեջ են խփել 44 սնարադից կապել է 2-ի։ Խոցվել է 2 նշանակետ, 2 զրահատեխնիկա։ BP մեկը չգիտեմ ես ինչ։ Ասենք առաջ։ Ուրեմն ես հայտարարեցի, որ ես ունեցել եմ զրույց հարևան երկրի մի սպայի հետ, որը որ իմ հետ վշուկիսվեց որոշակի տեղեկություններով, որի հետ կապված ես հիմա դա կիսվեմ մեր հասարակության հետ։ Ես մեկ հարցնամ, պարոն Ղուկասյան, միջև էսի շատ լայն թեմա է դիտելու։ Իմաստը որն է այդ հավելագրել ազգերին։ Իհարկե ուղղակի ցույց են տվել դուրս են գրել զինամթերք։ Ահա։ Բայց թե զինամթերքի չեն դուրս գրել, ես չեմ կարող հասկանալ։ Կամ դա արդեն եղել է, չգիտեմ, օգտագործված դուրս չգրված։ Ինչ կան զենքի պակասորդ ունեցել են դուրս են գրել մարդիկ։ Նաև հայտարարակ վիճակի մեջ եղել բուր ծառայությունը։ Զորամասի բուր ծառայության մասին է խոսքը, որ եւս գտնվել է շատ լուրջ հայտարարակ իրավիճակի մեջ դեղորայքի պակասորդ, մասնագիտական օգնություն, թույլ չեն տվել բուր ծառայությանը գահացնի օգնության, նաև Ինչ ձևով։ ակերել են դուրս գալ եւ վերջնի։ Մնացեք համարում վերջ։ Պետք է դուք ուղարկեք դիրք, վերջացավ։ Հետո հասարակապելի է, բայց դա փաստավոր։ Պարոն Ղուկասյան, ով կարող է նման հրամաններ տալ։ Դուք նկատում եք գնդի մասշտաբով գնդի հրամանատարը, բայց գնդի հրամանատարը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել։ Բնականաբար, ունենք անունը տեղ, ով այդ գնդի հրամանատարը։ Հարութի մասին է խոսքը։ Որ ինքը տեղում չի եղել, այդ արձակուրդում է։ Չի պետք նա եղել, ասենք մնացած զորամասերում էլ եւս, բայց բուր ծառայությունը, այսպես ասած, շատ վատ է գործել, շատ մեղմ եթե մենք արտահայտվենք։ Ես հիմա ասեմ առաջ երևի աստեք մեր հարևանից։ Ամեն ուղղակի ես այս ասած ունեցա կանոնավորություն, որ ինքը ինչ ինֆորմացիա որ տալիս է, ես վերելուծում, համեմատում եմ եղածների հետ եւ դրանից հետո նորից միայն հայտարարում եմ։ Ուրեմն նախ ասեց, որ իրենց գլխավոր ուժային ստորաբաժանումները շարժվել են Արցախի սահմանի ուղղությամբ ամսի 28-ից սկսած։ 28-ից սկսած, տեղաշարժ տեխնիկ առաջ, նույնիսկ 5 առաջ։ Մինչև այդ իհարկե կեն է։ Բայց տեղաշարժը սկսվել է մեծ տեխնիկայի ամսի 28-ից։ Ասում է զորքի մեջ, զորքի հրամկազմի, սպայական կազմի, տասպայական կա պանիկա, լավ, ասում են, որ այսքան տեխնիկա մոտենում է սահմանին, հայրենես խփեն։ Ակնհայտ երևում ենք։ Մենք ասում է, մեր գլխավոր շտաբը տրամադրեց, որ հանգիստ մոտեցեք, հայրենես չեն խփի։ Նոր դրանից հետո մի քիչ կասկածանքով, մի քիչ ոչ կասկածանքով մեր զինտեխնիկան մոտեցավ ձեր սահմանին։ Նաև երբ որ ասում է սկսված կրակոցները մենք սկսեցինք ոչ կրակել ամսի 31-ից սկսած։ Նայել հաստատ 31 թիվի միջալոց։ 31 ձեր կողմից պատասխան չկար, դա էլ ձայնակ առաջացնում, որովհետև մեր ասում այդ հրետանին բանը տեղակայված էր խաղաղ բնակչության, ասենք ոչ գյուղերի մոտ, եւ ձեր պատասխանի արդյունքում պետք է դուրս խաղ բնակիչներ։ Եվ այնտեղ իրենց հերոտեսություն, ռադիո, դատամիջոցներ եւ այլն կաս պատրաստ կանած են ռևոլյուցիաներ։ Եվ ասում ինչպեսի մեծ է հիասթափությունը, ոչ դուք չեք պատասխանում։ 31 Դուք գտնվում եք այդ ժամանակ այդ գոտում, այդ ումեգոզուց։
Մեզ ասել են, թե 2-ից է սկսել պատերազմը։ 28-ից տեղաշարժվել են, 31-ից կրակել են ու ոչ մի պատասխան, ու վստահ ասել են գնացեք առաջ։ Այս տեսանյութերը YouTube-ում կա, 3 տեսանյութ, որտեղ Վարդան Ղուկասյանը մանրամասն, ես հիմա չեմ կարող այդ ամենը ձեզ ցույց տալ, իհարկե այս բանի մեջ, մանրամասն բացատրում է, թե ինչպես են զինվորներին թողել առանց զենքի, առանց մատակարարման, գիշերով ով հրաման տվե, երբ հրաման տվե, ամեն ինչ անուն ազգանուններով հայկական զորքերը ականազերծել են այն տարածքները, որտեղով իրանք պետքա գային։ Եվ այն տեսանյութը, որտեղ որ ասում է մի կրակեք, ասում է գալիս են կամանձեր, ինչ անենք, ասում մի կրակեք։ Այս ամեն ինչը համապարփակ բացատրեց, որ ապացուցեց, որ 4-օրյա պատերազմը դա մանրամասն ծրագրված եւ նախապատրաստված պատերազմ է եղել։ Մանրամասն ուղղակի չեն հաշվի առել էլի որոշակի հանգամանքներ, որ հայ զինվորները կարող են դիմադրել առանց զենքի, ունեցածով, եղած ռեսուրսներով, իրենց մարմիններով չեն հաշվարկել։ Իսկ այդ շակերտավոր պարտությունից հետո Սերժ Սարգսյանը անձամբ մեկնեց Արցախ, հուլիս ամիսն էր դա 16 թվականին, բոլորին համոզելով, վերջնական ինստրուկցիան անելով, որ ոչ մի դիմադրություն հանկարծ չլինի հնարավորինս։ Իհարկե ասում եմ, այդ ժամանակ հանգարեց ապստամբությունը, բայց նույն բանը արդեն Նիկոլը իմանալով ինչա պետք անել, որն է պետք հանդել, պաշտպանական գծերը հանել, պաշտպանական հակաօդային պաշտպանությունը հանել, անջատել, թուլացնել առաջնային գծերը, մի խոսքով այն ինչ որ պետք է ինքը նախապատրաստելու համար արեց, հետո էլի նույն մեխանիզմով, հետագայում իհարկե հիշում եք, չէ՞, Տոնոյան Դավիթը ցուցմունք էր տալի, որ սեպտեմբեր ամսից F-16-ը արդեն թռնում էր Արցախի վրայով։ Մենք ասում ենք խփենք, Մոսկվայից ասում են չէ, պետք չի։ Օգոստոս ամսից փաստորեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի խփել թուրքական բայրակտարներն ու ինքնաթիռները, որովհետև հարցրել է Մոսկվային, խփենք, թե չխփենք։ Մեր տարածքում մենք գիտենք ինչի համար, ինքը պարզ ասեց, մենք գիտենք ինչի համար է գնում Գանձակի օդանավակայան, ինչ է կատարվում, ինչ է նախապատրաստվում։ Այս ամեն ինչը իդեալը, այսինքն այն սխալները վերանայելով, այն ինչ չեղավ 44 օրյա ժամանակ, իրականացեցին Փաշինյան Նիկոլի ձեռքով այն ինչ չեղավ Քարոդիային, իրականացեցին 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ես արդեն հուզմունքից մեկ խառնում եմ մտքերս։ Այս ինչ դավաճանական, այս ինչ սոսկալի մենք փուլ ենք անցնում։ Երկրորդ բանը, որ ես ուզում եմ ցույց տամ ձեզ, ես արդեն գալիս եմ Հայաստան, սա սեպտեմբերի 8-ն կամ 9-ը, 27-ից 20 օր առաջ։ Ես դեռ օդանավակայանում եմ, երրորդ հաղորդումն է արդեն։ Ես արդեն ֆիզիկապես, ես հիմա ի վիճակի չեմ այս շարունակելու, նախորդ կապն ապած։ Երկրորդն ազնիվ խոսք եմ ասում, իմ սիրտը բաղացա։ Ես այն պատրաստ չէի, ես գիտեի, մենք բոլորս գիտենք, չէ՞։ Ես վերջում հուզվեցի չկարողացա խոսալ, ուղղակի անջատեցի, որտեղ այդ խայտառակ փաստերը երեխեքի վիճակը։ Այդ ժամանակ էլ Վարդան Ղուկասյանը բացահայտեց, որ ասել են ձեր երեխեքը վառվել են տանկի մեջ։ Երեխեքը տանկի մեջ չեն վառվել։ Ոչ մեկ չի վառվել։ Տանկի մեջ ո՞ս կարող վառվի։ Տանկը մնա ամբողջական, երեխեքը մեջը վառվել։ Այդ ծնողներին ուղղակի լապատկով տոպրակի մեջ պոլիթել են, հոր են տվել, ասել են տաշ թաղի։ Մեր այս հաղորդումից հետո, քանի հոգի, ես արդեն Երևանում էի այդ ժամանակ։ Այդ չեմ ասում, ես ինչքան սպառնալիքներ եմ ստացել այս փաստերը բացահայտելու համար, որ իմ գլուխը կուտեն, ինձ սպանեն, այս կանեն, այն կանեն, ես երբ պատկերացնում եք իմ պատասխաններն իրաց։ Ես Երևանում եմ այդ ժամանակ, այնպես չի, որ ես Նյու Յորքում էի։ Ես արդեն Երևանում եմ։ Այդ մարդիկ սկսեցին իրենց երեխաների արտաշիրումն անել, բացել դագաղները, որտեղ դագաղները փակ էին տվել իրենց։ Եվ ես մի օրինակ գիտեմ, լրագրողներն էլ իմջալոց Երևանում լրագրողները գնացին, նկարեցին այդ մարդկանց ծնողներին էլ բարձրազրույց են արել։ Բացել են, տեսել են ինչ։ Այդ հողի մեջ, որ իբր երեխեքի բանն է, աճունն է,
Փետի կտորներ, պլաստմասի կտորներ, պատկերացնում եք մարդը վառվել է, բայց փետի կտորներն ու պլաստմասի կտորները սա սեղանին լցրած բռի մեջ։ Ամբողջական ամնացել։ Այդտեղ են խափել։ Խափել են ամեն ինչում։ Հիմա Սերժ Սարգսյանը, որ սենց մեկ-մեկ հրեշտակի դեմքով երևում է, ուզում ասեմ, այ Նիկոլ, դու ես ծնել Նիկոլին։ Դու մի հրեշը ծնելա մյուս հրեշին։ Դուք ո՞նց եք կարողանում ապրել։ Ձեզ չի աթվում, թե մարդիկ հիշողություն չունեն։ Այո, շատերը չունեն, բայց ինտերնետի դարա։ Ինտերնետի դարա։ Իմիջիալոց նկատեցի մի հետաքրքիր բան, որ այսօր այդ պատերազմի ժամանակ մենակ մի քանի այս ակնարկ կար Քոչարյանը մերդ շրջանակներից։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես լռեց, ինքը ամենաշատը պիտի գոռալեց պատերազմի ժամանակ։ Հիշում եք, որովհետև ինքն էր գոռում այդ ժամանակ տրիբունաներից, որ էսի կազմակերպած պատերազմ էր, քարորյա պատերազմը։ Այսօր ինքը կարող է, չէ՞ դա Սերժ Սարգսյանի դեմ այսօր օգտագործել, որպես կազմակերպիչ այդ պատերազմի, բայց քարի լռություն է։ Սերժի կողմից քարի լռություն է, ոչ մեկ չի հիշել այսօր քարորյայի մասին։ Հիշեց մենակ Ռոբերտ Քոչարյանը։ Դե ինքը չի կազմակերպել, դրա համար հիշեց։ Այդ ժամանակ ինքը կարասես նախագահ չեմ, բան չեմ, Սերժիկ դու ես։ Իսկ ինչի Նիկոլը չի կազմակերպել, որովհետև հարց էր առաջանալու, չէ՞։ Բա որ կազմակերպիչ է, բա որ կազմակերպված է այս քարորյա պատերազմը, բա ինչի ոչ մեկ պատասխան չի տվել։ Որովհետև Անդրանիկ Քոչարյանը, որը արդեն վարպետ հանցագործություններ կոսկող վարպետ, Նիկոլ Փաշինյանին հավասար ինքը հանցագործ է։ Ինքը կոսկեց, լղոզեց եւ բան չեղավ, քննարկում չեղավ, իսկ զեկույց չեղավ, փակ։ Տեսել եք դες բան համատարած հանցագործություն, ազգի նկատմամբ հանցագործություն եւ քննիչ հանձնաժողովը զեկույց չի հրապարակում, փակ։ Այսինքն ժողովուրդը չիմացավ։ Ժողովուրդը չիմացավ այտենցել, այս երեխեքին ով է չկրակելու հրաման տվել։ Ով է ականազերծել, ինչպես ականազերծեցին հետագայում էլի։ Հա, վերջի դեպքը բանում է, մի տարի առաջ էր, չէ՞։ Սրանք սովոր են։ Մի տարի առաջ էր, չէ՞, Բաղանիսը հանձնելու, էլի ուղարկել էին մեր սակրավորներին ականազերծել, երկու հոգին էլ պայթեցին։ Հետագայում 15 սակրավոր էլ սպանեցին ու վառեցին։ Մենք այդպես էլ չիմացանք այդ անուն ազգանունները։ Իհարկե նույնը արեցի նաև 44 օրյա պատերազմի հետ։ Այնպես որ Անդրանիկ Քոչարյան, ես քո դեմքի գույնը որ նայում եմ, հասկանում եմ դու ինչ ես այդ գույնի, ու ճիշտ ես անում, որ դու այդ գույնի ես։ Այս ամեն ինչի պատասխանը դու անձամբ դու պիտի տաս։ Ոչ այն համար, որ դու կազմակերպիչն ես, այլ այն համար, որ այդ ամեն ինչը կոծկողն ես։ Ու որպես հայտնի կոծկող այդ ամեն ինչը վստահվեց քեզ կոծկելու համար։ Հիմա լսենք այս տեսանյութը մի քիչ։ Այս ինֆորմացիայի առատությունից, այս ստորությունից ես չգիտեմ, ես կարող եմ շարունակել։ Ոնց որ ես կոչով հանդես եկա, մարդիկ ինձ զանգում են, ինֆորմացիան փոխանցում են, հա, մեսենջերով, բանով եւ այլն։ Ասում եմ, այ ինչի դուք չեք գնում դատախազություն, ինչի չեք հաղորդում այս ամենը, հա, որ sense բաներ են եղել։ Ես սա չեմ կարող։ Մեզ չեն լսելու, մեզ հենց մեկը խնդրել բանք սարքե։ Ասում եմ, ինձ ո՞նց եք վստահում։ Ասում եմ, մենք ձեզ գիտենք դեռ բանակից, որ դուք ո՞նց եք պատեպատ տալի հրամ կազմին, այս կամ այն խախտման արարքի զինվորի սովասնալու համար եւ այլն։ Բա պարոն Փաշինյան, քո կադրերը թո հանդես կային նման հայտարարությամբ, եւ սրանից ավելի հավերապատիկ ինֆորմացիա դուք կարող եք ստանալ ավելին բացայտի, որովհետեւ ես մենակով այս կամպան իմացա ընդամենը 10 օրում։ Բա 4 տարի, լավ, 2 տարի 6 ամիս, մինչև հիմա ոչ մեկ այս ամենով չի ենթարկվել քրական պատասխանատվության։ Սրա պատասխանը ով է տալու։ Ես երեք Արայիկ Պապիկյանի հետ էի խոսում փաստաբան, ասաց որ ապրիլյան պատերազմից հետո մի քանի տասնյակ քրական գործեր են հարուցվել միանգամից ու ոչ մեկ դատարան չի ասել։ Չես ցախատարած։ Սա գործը գիտեք ինչ, գործերը կա, հարուցված է եղել գործերը, դատարան չի ասել։ Եվ այսօր Արմենխանյան Հարութի Սանիկ այս բոլորը նույն այդ մարալի ռազմական կանցան պետաղալը այլում են այդ թալանը այդ
Այսինքն այդ մարդկանց ձեռները արյունոտ են։ Սկսած ռազմականի պետից, զինվորական դատախազից Ղարաբաղի, հակայտը բոլորը պիտի դատվեին, բոլորը անխտիր։ Վարսածակում չէ, բան չի չդատվեցին։ Ոնց կդատվեին։ Իրանք պետք է 44 օրյան կազմակերպեին, նույն ձևով։ Լսի Նիկոլ, ու լսեք բոլորը Ղարաբաղից ով եկել է, ով չի ասել գալ, այս ընթացքում ում են խփել, ես չգիտեմ, բոլորը ովքեր եղել եք այդ պոստերին, այս ցուցակը Վարդան Ղուկասյանը թափ էր տալի։ Կա, ոչ միտեղ չի գնացել։ Փաշինյան Նիկոլ, դուք բոլորդ այս համատարած այս սպանությունների համար, վայ Աստված, ես չգիտեմ ձեզ ինչ է ասում։ Ես չգիտեմ, ես հիմա գիտեմ էլի, շատերը կան, որ Վարդան Ղուկասյանին չեն սիրում, բայց ես իմ համար ազնիվ խոսք եմ ասում, իմ համար մեկ է ով ումա սիրում։ 3 հաղորդման մեջ Վարդան Ղուկասյանը կարողացավ այն ժամանակ անես փաստեր տալ, որ այս տականքները չկարողացան արդարացնեին Սերժ Սարգսյանին։ Հետաձգվեց 2 տարով լսումները։ Հետո հրապարակեցին էլ փակ։ Չկարողացան ասես փռեն ասեն, արես արդար մարդա այս տականք հրեշը։ Ով ինչ ուզում է ասի, այս իրա շնորհքն է, իրա բացահայտումներն է։ Այսինքն 10 օրվա մեջ Իսկ դու պատկերացեք իրականում ինչեր է կատարվում մենք տեղակ չենք։ Այսինքն Եվրոպա չի գնալ։ 44 օրյա պատերազմի լիքը մասնակիցներ կան, շատերը կան, եղել են, տեսել են, գիտեն։ Օրը գալու է, բոլորը պատմելու են, բոլորը ցուցմունքներ են տալու։ Բոլորը, սա մի մարդու գործ չի, որ ինքը դառնա թիրախ։ Որ ինձ էլ ասեն կյանքիդ մասին չես մտածում։ Այդ ժամանակ ես մի զինվորականի ասեցի, լսի։ Լավ, ասենք, ձեր ուժը պատում է, իմ հարցերը լուծում եք, այն երեխեքը վերակենդանանալու է, հլը պատերը հլը 44 օրյան չի սկսել, ու վերջ ձեր վրայից այդ հանցագործությունը ջնջվելու է, դե չի ասում, մեր բանակն ես վարկաբեկում, դու դոգը, մեր բանակը վարկաբեկում, բանակը վարկաբեկել, անես բանակը, որ ինքն իրան վարկաբեկեց, երեխեքը չէ, այդ գեներալները, այդ ստորաշերտը, ատենց ոնց որ ինք իրան վարկաբեկեց, ավելին վարկաբեկել, ավելին, թշնամին չէր կարող, ոչ մի թշնամի, հայկական ոչ մի թշնամի, չեմ պատկերացնում, որ հայկական բանակի սպային կարողանալ այդպես ոչնչացնել, նվաստացնել, ինչպես հենց իրենք իրենց հետ արեցին։ Ու սա իրենց ընտրությունն է եղել, սա իմ ընտրությունը չի։ Այն երեխեն, այն ծառայող երեխեն, սրանցից 15,000 անգամ ավելի թասիվով ու ավելի խելոք է, ավելի պատրաստական ու ավելի մարդ։ Այն որ սրանք արեցին մեր երկրի հետ։ Պատասխան եք տալու։ Նույնիսկ եմ ասում, այդ ցուցակները կա, ոչ միտեղ չի գնացել։ Որը գալու է։ Գիտեք, պետք է ուրախ լինեք, որ այդ պատասխանը տակ հայկական դատարանում։ Որտեղ դա կարող է հայկական դատարան չլինի։ Այ ինչպես հիմա, չէ՞ կազմակերպիչներից մի քանիսը հենց հիմա նստած է։ Հենց հիմա նստած է։ Բաքվի բանտերում։ Ուրախ եղեք, պետք է երազեք, որ դուք ձեր պատասխանը կարողանաք տակ հայկական։ Սա կլինի ձեր հաջողությունը, ուղղակի։ Այսպես մի բան եմ այսօր տեսել, սպասում եմ։ Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել այոց ցեղասպանության իսկությունը, նզովյա պիտի լինի սերնդեսերում։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիցիալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշի պատմության մեջ։ Ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հայրից և ընտանեկան ջերմությունից։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիցյալ և աստանդական պիտի դառնա
եղբայրասպան Կայենի նման։ Ով Կաթողիկոս ու ես։ Թե էլի հերթական մեդալով բերանդ փակեցին աղբորդ տալով։ Լավ, արամ կաթողիկոս դու ես։ Ես ես որ հոգևորականներ եմ տենում, սենց հույսս չեմ կորցնում, որ մի բան կա մնացել է։ Դուք ո՞նց եք կարողանում ապրել։ Ուր եք։ Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ այս ամեն ինչը տեսնելով դեռ ձեզ խոնարհում են, ձեզ դեռ աչքն են համբուրում։ Ինձ համար, եթե մի մարդ անտարբեր է այս ամեն ինչի նկատմամբ, որը իր պաշտոն է, իր դիրքով եւ իր կոչումով պետք է այնտեղ լինի, եթե այնտեղ չկա, իմ համար դա գոյություն չունի։ Նույնիսկ եմ ասում, ես այս եկեղեցու հետևող չեմ։ Ես չեմ համարում այս եկեղեցուց հետևող։ Այս քահանայի աչքը կհամբուրեմ, ես կգրկեմ, էսի քահանայա։ Ես ուզում եմ իմ եկեղեցիներում սենց քահանա տեսնեմ։ Եվ սենց կաթողիկոս ունենամ, որ իմ ազգ մնա, որ պետականությունը սպինդ լինի, որտեղ բարոյական արժեքները լինեն անքննելի եւ անսակարկելի։ Այն ժամանակ կարող է ես էլ այդ եկեղեցին գնամ։ Բայց քանի ձեր նման կաթողիկոսներ, ձեր նման պիղծերն նստած են ու անհաղորդ են ես այս ամեն ինչին։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ եկող գնացող կա։ Ես վերջերս չէ դիվանով հավաք էի կարել, խորհուրդ էի կարել։ Ուր եք։ Այսօր եթե դուք չկաք, հայ ժողովրդի կողքին կանգնած չեք։ Որօրվա համար եք։ Այդ որ մեկին եք դուք պետք Աստծուն աղոթելու համար։ Ես զարմանում եմ։ Որ մեկ ես որ աղոթում եմ, ինձ ոչ մեկ պետք չի։ Ոչինչ եւ ոչ մեկ պետք չի։ Դուք ում եք պետք, եթե դուք այսօր ձեր դիրքում չեք։ Դուք ինչ կարող եք տալ մարդուն, եթե դուք իր բարոյական անկման եւ ճոճերի ժամանակ իրենց կողք չեք։ Եթե դուք իրաց ֆիզիկական վնասի եւ վտանգի ժամանակ դուք իրենց կողքը չեք ձեր խորհուրդներով եւ ամենակարևորը ձեր ռեսուրսներով, այն որ ելեն հայ մարդն է տվել ձեզ եւ իրավունքներով դուք որօրվա համար եք։ Հասարակ մարդ, որ գնում է եկեղեցի աղոթումը մոմա վառում, դուք այդտեղ իրան պետք չէ, դուք ստեղ մի բանի համար եք պետք, որ դուք կարողանեք այդ համայնքի բարոյական նկարագիրը ֆիզիկական գոյությունը պաշտպանեք։ Ոչ թե վերաբերվեք որպես հոտի, որ սենց թենենց ինքը գնալու է, այդ մոմը վառելու է, հանգանակությունը տալու է, ես դեռ չապրեմ, լոսում կապրեմ կամ չգիտեմ, գվինեում կապրեմ նոր։ Մեկ այն հոտը ինձ պահելու է, դուք հասկանում եք, դուք ոնց եք վերաբերվում այդ մարդկանց։ Բայց ոնց կարող եմ ձեր անդամը լինել։ Իսկ ես քահանային եւ խոնարհներս, հարգանքներս, ես որ սենց մանտենում եմ, մտածում եմ ամեն ինչ կորած չի։ Այո։ Առնետ էս վիճակումը։ Կորցրել է ամեն ինչ։ Ամեն ինչ, բոլոր տեսակի հնարանները, բոլոր տեսակի խոսելու իրավունքները, բոլոր, ասենց էլ ոչ մի բռնելու տեղ չկա, հիմա էլի անդրադառնում եմ ուժայիններին։ Ինչ է, սի չեք տեսնում, դու որոշել եք իր հետ գնանք գնողի ծոցը, ինքը գնում է, իմ ջելուց ասեմ, որ դուք նույնիսկ չուզենաք գնաք, ինքը հետը քաշելով տանելու է, ինքը սկսելու է ձեր վրա ցուցմունք տալ, ածը պետ, անպայման քո վրա, որ ինքը օրենք չգիտեր, բայց եթե խախտել էր, դու կարող ես իրան կանխել, թույլ չտալ, որ օրենք խախտի, թույլ չտալ, որ սահմանադրությունը խախտի, հա, շուտ կանգնեցներ, այս ամեն ինչը չէր լինի, ցուցմունք է տալու, դատախազ, քո դեմ, ցուցմունք է տալու, պետք է ասի դատախազը չի ասեմ, որ սա անօրինական է, ես հո դատախազ չեմ, ես ինչ իմանամ, այս թուղթը օրինական է, թե չէ, ասել են ստորագրել, ես ստորագրել եմ։ Բա դատախազ չներ ասել, չէ, սա իրավունք չունես ստորագրելու, ոչ մեկ ձեռք չի բռնել։ Ցուցմունք է տալու քո դեմ Աննա Վարդապետյան։ Քննչական կոմիտե, վայ, այս ամեն ինչի մեջ դատախազություն ինչ կա, ԱԱԾ-ն ինչ իր հետ կա,
Սենց համատարած բոլորի հետ կոմպլեքս մեղավոր ես նաև դու։ Քո դեմ է դա ցուցմունք տալու։ Հիմա ինչ սպասում եք, որ ինքը դեմ ցուցմունք տա։ Ես երեք Չաուշեսկու այն հին Նիկոլի օրինակը բերեցի, չէ՞։ Երբ որ դրանք հասկացան, որ այս Նիկոլը, իրանց Նիկոլը, Չաուշեսկու Նիկոլը արդեն չկա, այս վիճակին է։ Իրենք նախաձեռնեցին դրա գնդակահարելը, կալանավորելը, դատը ու գնդակահարությունը։ Մա ինչին եք սպասում։ Ասում кто не успел, тот опоздал։ Ով ուշանում է, ինքը ուշանում է։ Ով չի հասցնում, ինքը ուշանում է, բառացի թարգմանած։ Կամ դուք կանեք, կամ ձեզ կանեն։ Վաղ թե ուշ դա լինելը չէ, անխուսափելի է։ Ու էլի պետք է երազեք, երեն տակ, որ դա լինի հայ ձեռքով։ Դա շատ ավելի վատ կլինի բոլորի համար։ Հայ ժողովրդի համար էլ ձեր համար էլ շատ ավելի վատ կլինի, եթե դա լինի ոչ հայ ձեռքով։ Որին դուք տանում եք, բայց չեք հասցնելու։ Ինչքան էլ չաչարվեք Արցախի հարցը փակելու համար։ Չի լինելու։ Կանադայի արտգործնախարարը նույնիսկ հայտարարել է, Արցախում հակամարտությունը մնում է չլուծված։ Սա ապրիլի 2-ի 2025 թվականի հայտարարությունն է։ Կա Արցախ, ոչինչ որ հայերը այնտեղ չեն ապրում, բայց Արցախ կա։ Եվ հակամարտությունը մնում է չլուծված։ Անեցօր Փաշինյան Նիկոլ, ուզում ես վերևիչի, ուզում ես այն ծակերը մտի, ինչ ուզում ես, դա չնես ասում դու ծակերից դուրս գալու շանսեր չունես։ Ես այն տեսանյութ կտամ, կհասկանաք ինչի։ Այս հարցը մնում է չլուծված ու դու չես կարողանալ, դու չես կարող ասես բանա Կանադայի ԱԳ նախարարին, չէ, մենք տղեկով, մենք սա զիբիլներով, աղբերով, իմաստով, այդ հարցը լուծել ենք սա գողոցը չի, չես կարող, չէ ասես։ Տեսանյութը նայեք, որ դուք հասկանաք այդ տականքը ուր է։ Ճիվաղը պետք է անցնի, նայ։ Ճիվաղը պետք է անցնի, սիգնալ տալու համար, տեսեք մարդուն ինչ են անում։ Եվ ճիվաղ մտածում ես այս մեթոդներով վախեցնելու ես մարդկանց։ Դու մի բան կարող ես մենակ անել։ Ատելության աստիճանը բարձրացնել։ Որտեղ այս տեսանյութը տեսնողը հաստատ չի վախենում։ Այն մի քիչ երևի եթե տատանվող էլ կար քո տականք լինելու աստիճաններին, համոզում է չէ, դու մարդ լինելու շանս չունես, նույնիսկ հեռանկար չունես։ Եվ բոլոր տեսակի բաները, որ կարող է կամ երևի չէ, դու անցել ես։ Դու վերջն ես մարդկային որակներով բան։ Ու սա այս վախը դրա ապացույցն է։ Որը այս նույնց եմ ասում, այս վիճակից դու չես գալու։ Այս վիճակից դու չես կարող դուրս գալ։ Այս ինչ որ դու անում ես, հենց այս վիճակի արդյունքն է։ Այս վիճակից հետևանքներն է։ Լուծում չունես դու։
Մտես աղբին լեփ։ Փապ չգնաք օրինակ այն Չէ, չեմ կարող էլ փապ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում։ գերիների հետ կապված օրինակ Ռուբեն Վարդանյանի ուղերձի այդ օրը գնայի կա մեր կյանքի բոլոր օրերը ցավոք սրտի վերջի տարիներին ինչ որ բացասական բաներով են ուղեկցվում։ Ցավոք սրտի բացասական բաներով են ուղեկցում, ինքը մոռացել է, որ բացասական բաների, այդ բաների, այս բանը խոսում է բաներից, բացասական բաների հեղինակը հենց ինքն է։ Ցավոք սրտի մեր կյանքը վերջին ընթացքում բացասական բաներով է ուղեկցում։ Նարեկ ջան, այս միկրոֆոնը չկարողացար տա իր գլխին ասել, այ ոչնչություն։ Իսկ չես մտածել, որ քո տեսած բացասական բաների մեղավորը դու ես եւ պատասխանատուն։ Ու ինքը իր հիմնավորում այն չի ինքը պետք է գնա փամ ամեն օր։ Լսեք հələ մեր չէ։ Եվ մենք նաև ապրում ենք, ինչպես եւ դուք եք ապրում։ Բա, մենք նաև ապրում ենք։ Ինչ ասեն, ինչ անենք, որ ամեն ինչը բացասական է, բայց մենք ապրում ենք, չէ՞։ Բացասականի հեղինակ ասում, բայց մենք ապրում ենք, չէ՞, ինչպես նաև դու ես ապրում։ Նարեկի իրավունք ունի ապրելու։ Ինքը այդ բացասական բաների հեղինակը չի։ Սա տիպիկ նիկոլական է։ Այսինքն Ժորժ ջան, հիշում եք երեք սա կենսագրությունն էի կարդում։ Ծնվել 1990 թվականին, բան չկա, մեկ էլ 19 թվականին, 2019 թվականին դարել է ԿՊ անդամ ու միանգամից պատգամավոր։ Մեջտեղը ոչ մի բան չկա։ Իսկ սա մեկը գրեց, ասում է, ինչի չկա, ուղղակի հանել է ինքը։ Հանել է, որ այդ ընթացքում ինքը սովորել, ինքն էլ է սովորել Թուրքիայում։ Հիմա հասկացաք ինչի է ինքը բացասական բաների հեղինակ եւ կյանքը շարունակվում է իր համար։ Որտեւ այդ բացասական բաները իր ասած, այդ իր գործունեության արդյունքն է։ Իր նպատակն է ինչին, որ հասել են սրանք իրար բոլորը։ Եվ այդ չեն կարող մենք անընդհատ տարբեր թեմաներ բաների հետ մեր գործողությունները համապատասխանեցնենք։ Ինքը չի կարա այդ բացասական այդ իր գործողությունները համապատասխանեցնել, ինքը չի հասկացել, որ ինքը падգամավոր է, ինքը չի հասկացել, որ դա պատասխանատուն ինքն է։ Ինքը չի կարա դեր այդ համապատասխան, ինչ անենք եղել է։ Ինչ անենք, ասենք իր պատճառով մի քանի հազար մարդ մեռավ այնտեղ։ Ինչ անենք։ Ոչ չեմ կարա չգնամ փապ։ Բայց դա չի հարցը։ Դե բայց կարելի է, չէ, երբ որ ինչ-որ հանրային մտահոգություն կա, ու նաև զուսպ հանրային մտահոգություններ ամեն օր կան Հայաստանում, Նարեկ։ Ու չի հասկանում, որ դա մեղավորն ու պատասխանատուն ինքն է։ կենսական հանրային փապ գնալը կամ այնտեղից ֆոտոներ հրապարակելը։ Հա, այսինքն ձեզ համար օքեյ է, որ մենք փապ ենք գնում, օքեյ է ֆոտո հրապարակել։ Դե եթե Հասկացաք։ Նարեկի ասածներն այդ տական գնում ես գնա, բայց երբ որ դու ֆոտո ես հրապարակում ընդեղից, թե ինչ լավ է քեզ, երբ որ դու այս ամեն ինչի մեղավորն ես։ Չես կարծում, որ դա չի կարելի, ասում է, փաստն ուրեմն ընդունեցի, որ կարելի է գնալ, ուղղակի չես ընդունում, որ կարելի է ֆոտո հրապարակել։ Սա է այսօրվա կառավարման ախր բառն ինձ չի հնչում սրանց հետ, որ ասում կառավարման։ Մի խոսքով սա է որակը, այս ցինիզմը, այս սրիկայությունը, բառ չկա է, ախր նորմատիվ հայերին նորմատիվ բառանում այս ամեն ինչի չկա, ես էլ չեմ ուզում ընկերոջ տեղը գրավեմ, չեմ կարա, բայց սրանց ամեն ինչ հասնում է, սրանց ոնց կարելի է այտենց չասել ուղղակի։ Դե բացի ասելու օրը գալու է նաև արվելու է, մենակ ասելով չի վերջանալու այս ամեն ինչը։ Նրան հիշում եք այն անկյունում մտածին, այսրան։ Չգիտի ինչ անի, ոչ մի բան չկա։ Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնավորված է։ Մանկապարտեզից ներդրել։ Մանկապարտեզ, ինքը կարողացել է ինքը տապալել է ամեն ինչը։ Պարտվել է ընտրություններում։ Գերմանիայի նախագահը գալիս է թքած ունենա իր վրա ինքը կգամ բանկը գնա չէ։ Ծիծեռնակաբեր։ Ինքը ոչ թե Մարտունու, այլ Մարտունիի։ Ինքը երևի էսի շուտ է գրել, երևի այն ժամանակ աննան չէր հարցրել, հայտարարել, որ սովորելը բանը, մոդայիկա։ Դե, այս անգրագետը ո՞տ է պետք սովորած լինի։ Համասան չկարողացավ ավարտել նույնիսկ։
Սենց համալսարան ավարտելու համար հենց ժուրնալիստիկայի ֆակուլտետը բավականին ուղեղ ու կամքեր պետք ունենալ են։ Երևի չէ ոչ չի ավարտել։ Երևի չէ սրա խնդիրներն ինչու որտեղը։ Ինքը մի բան է կարողանում լուծի։ Առայժմ դեռ այս տականքի ձեռով նայեք, սենց մոռացա անդրադառնամ, հա, այս համազգեստավորները։ Լսեք, ես չգիտեմ, մարդկանց սովորական մարդիկ այդ համազգեստավորին, որ փողոցում տեսնում են, ինչ են զգում, բայց ես կարծում եմ մի բան, որ ցանկացած իրան հարգող մարդ այդ համազգեստավորին, որ տեսնում է, այս ոստիկանական, ինքը երևի առնվազն ասում է, որ պետք է դրանից զգուշ լինի, որտեղ դիմացը կանգնած է թուրքին ծառայող, այս ժողովրդի արյան վրա ապրող, դրանով սնվող, Հայասպան ցեղասպան Նիկոլի գործիք, իրա պատկերացած պետության ողնաշար, անողնաշար, մի բիոզանգվածի հետ, որի ուղեղը ոքի գոյություն չունի։ Վիզը սկսում է գլխի կափարիչից։ Որտեղ մի քիչ գոնե ասենք մանանեխի չափ ուղեղ ունենար, կհասկանար, որ այս ամեն ինչը, ինչ որ հիմա ինքը անում է, նաև վերաբերում է իր սեփական ընտանիքին, իր ընկերոջ ընտանիքին, իր կարող է եղբոր ընտանիքին, քերոջ ընտանիքին, հարևանին, որ այն ինչ որ ինքը անում է, սա դավաճանություն է Հայաստանի նկատմամբ, հայ մարդու նկատմամբ, իր երեխեքի, իր ընտանիքի նկատմամբ։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է սրանց փողոցում տեսնել ու սրանց մի բան չասել։ Այսքան բանից հետո դուք Նիկոլին սիգնալ տալու համար մարդ եք ծեծում հանում մեքենայի մեջից, հետաքրքիր այդ որ օրենքով, այդ տականքներ, ասեք այդ մարդուն ոնց եք բերման եթք, ինչ հիմնավորումով, ինչ, մարդ իր ավտոյի մեջ նստած է, խախտում չի արի, դուք ինչ իրավունքով ես իրան, իր ավտոյի մեջ քաշում, հանում, անասունի նման գցում գետնին, սրանք տենց էլ չհասկացան ինչա նշանակում նույնիսկ բերման ենթարկել։ Բութ Դրա համար Նիկոլ Փաշինյանը հանեց, ասես պարտադիր չի բարձրագույն կրթություն, չէ, ընդհանրապես կարծես դու ոչ մի բան չլես, մի կերպ դպրոցն ավարտի թեկուզ փողով, դու արդեն լիարժեք իմ պետության ողնաշարն ես։ Ուզածդ աշխատավարձը կտամ, մենակ արա այն, ինչ որ ես քեզ կասեմ, որովհետև եթե դու չանես, ես ով եմ։ Ինձ կուտ են տեղում։ Բայց ուտելու են, ցես տնեց։ Ոստիկանն է քեզ վայելում։ Սրանց փողը մի քիչ ով ավելի շատ տվեց, սա ավելի շատ։ Իրան են ծառայելու, Փաշինյան Նիկոլ։ Դու գիտես, չէ՞։ Դու գիտես ումով ես շրջափակված։ Քո ամենամոտիկ կրուգը, sense որ քեզ ամբողջը քեզ բարև է տալի։ Դրան 2 կոպեկում ավել տաս։ Դու չես։ Որտեղ դու այդ համակարգն ես ստեղծել կողքը, որտեղ sense փողը ձեր աստվածն է։ Եթե դուք փողի համար հազարավոր երեխա տարած սպանեցիք, երկիր եք ծախում, պատկերացնում եք քո կողքիներն համար դու ինչ արժեք ունես, եթե հանկարծ մեջը փող կա։ Այնպես որ ով լուրջ ինվեստիցիա է ուզում անի, արդեն միտքս հասկացա։ Դրանք փողի դիմաց ամեն ինչի պատրաստ են, կասկած չունի։ Ասում եմ, սրանք այդ փողի դիմաց հազարավոր երեխա են սպանել։ Բնականաբար այս կառավարությունը մենակ առաջարկում է փակել Սյունիքի լիճ գյուղի դպրոցը։ Փակեք։ Կրթությունը մոդայիկ դարձած կառավարությունը դպրոցներ է փակում մենակ։ Ինչ սրանք եկել են դպրոց, մանկապարտեզ, գիտությունների ակադեմիա, թատրոններ, օպերա, այսինքն ամեն ինչ որ կա գիտության, կրթության, մշակույթի հետ։ Սպասում եմ օպերայի դալիճը երբ են տեղափոխելու, իրենց ասած ակադեմիական քաղաք էլ ալինելու։ Օպերա ասեցի միտս ընկավ։ Սրանք մենակ դա են կարողացել ապահովել։ Բայց ոչինչ բան չի մնացել։ Մարտուն Գրիգորյանը Ղայդին տղա չի լինի, եթե պաշտպանի Վարդան Ղուկասյանին։ Սա ասում է Արամ Սարգսյանը։ Սա ասում է մի մարդ, որը ուրացել է աղբոր արունը, եղբոր արունը, որը ուրացել է եղբոր արածները, որը ուրացել է իր բոլոր համագյուղացիների արյունը, ովքեր զոհվեցին այս պատերազմի ժամանակ։ Իսկ այդ համագյուղացիները շատ են, քիչ չեն եղել։ Սա Ղայդին տղու մասին է խոսում։ Ասում մի մարդ, որ ամեն ինչ ուրացել է, մի մարդ, որ Փաշինյան Նիկոլի ինգերն է, մի մարդ,
մի մարդ, որ Ավիրյան Տիկոյին դարձեց քաղաքապետ ու իր հետ համատեղ ավիրում է քաղաքը։ Սա Ղայդին տղու մասին է խոսում։ Մի մարդ, որ սեփական սադել, ասում է ծախենք թուրքերին, մեզ ձեռ է տալի, ծախենք, թունավորենք մեր ջուրը, կարող է մի ասում տնտեսապես օգուտ է տալի։ Մի մարդ, որ ասում է կարևոր չի մեզ ինչ կանեն, պետք չի մտածել մեզ ինչ կանեն, պետք է մտածել մենք ոնց մի բան ծախենք թուրքերին։ Ու սա Ղայդի տղու մասին է խոսում։ Մարտուն Գրիգորյան, եթե ասում է մի պաշտպանի Վարդան Ղուկասյանին, նշանակում է ճիշտը Վարդան Ղուկասյանին պաշտպանելն է։ Չնայած ես այդ հարաբերությունների մեջ չեմ մտնում, դա իմ հարաբերությունները չի։ Բայց եթե Արամ Սարգսյանը վախենում է ձեր հարաբերությունների նորմալացումից, նշանակում է այդպես անելը ճիշտ է։ Էլի գամ այդ Գյումրի ուտություններին։ Միջև մա գրում եք, որ հաղթեց Կրեմլը, հաղթեց Ստամբուլը, Ստամբուլը պետք է հաղթեր, Կրեմլը հաղթեր։ Ասում են բանը Իլհամի փոխարեն Պերմյակովը հաղթեց։ Բանը, ստեղ է ասում, մազալու մարդ եք, բայց մենք ենք մեզ սարերը հիշում եք, ասում է դանակով եք մորթել, ասում է բան դանակ է ձեռս, դանակով պետք է մորթեք, բան քո պիստոլետով, նագանով չէիք մորթելու։ Հիմա ինչ կան են ընտրել, ուրիշ տեխնացու կար, այս մարդիկ չեն ընտրել։ Հիմա որ դուք ներվում եք, որ Պերմյակով են ընտրել, ասենք բանը, Վարդան Ղուկասյանը, Վարդանիկը Պերմյակովն է, այն մեկը Ստամբուլի նախագահն էր կամ Ալիևն էր, լավ։ Հասկացանք, լավ։ Ու ինչ եք տվել ուրիշ, որ հիմա էլ Գյումրեցու մեղադրում եք, թե չի ընտրել։ Ես ասես բանեմ, տեսնես արմր, ադեկվատությունը որտեղ մնաց։ Ոնց որ ես իմ երեխու համար ոչ մի բան չանեմ, հետո վրան մունատ կա, որ ինքը լավ չի մեծացել, թե սնված է եղել, տեսքը լավը չի, կրթություն չի ստացել, հա, հարգանք չունի մեծերի նկատմամբ, կամ ծնողների կամ դու ոչ մի բան չանես, իրան ալտերնատիվա չտաս, հետո սկսես վրան մունատ գալ, որ ինքը երացից մի բան անտրել։ Ժողովուրդ ջան, տես ոնց կարելի է։ Գնացեք մունատ եկեք այն մարդկանց վրա, ովքեր կարող են մի բան առաջարկել գյումրեցիներին ու չեն առաջարկում։ Ես դա կհասկանամ։ Լսեք ձեզ ոնց են պարզաբանում։ Մունատ եկեք, հետո լսեք ձեզ ոնց են պարզաբանում։ Համոզիչ կլինի, համոզիչ չի լինի, դա ուրիշ բան է։ Բայց դուք մունատ եք բալիս գյումրեցիների վրա, որ եք Պերմյակով են ընտրել։ Ժողովուրդ ջան, բայց ինչ եք առաջարկել այդ մարդկանց ուրիշ։ Ո՞րն է եղել առաջարկը։ Ես դեռ ուրիշ բան եմ տենում, ասեմ Պերմյակ, ասեմ Ստամբանը, այս կապան ինչքան վատն է դրանց համար։ Բացասական ցուցանիշներով, ինչքան անտանելի է, որ նախընտրել են Պերմյակովը։ Ես էլ դա եմ տեսնում։ Ու իմ համար դա է չափանիշ։ Որտեղ հասկանում եմ, եթե լիներ առաջարկ, գյումրեցին կարող է դրան ընտրել։ Տվեք, առաջարկեք, թող չընտրի, հետո մունատ արեք մարդկանց վրա։ Մեր քաղաքական միտքը դեռ տեղ է մնացել։ Երևի բոլորդ հիշում եք այդ ռադիոյի այդ տնօրենի կնոջ այդ ոնց ասեմ արցախցիներին ուղղված այդ վիրավորանքները։ Ես ասում եմ, ցավում եմ, որ զայրույթս վերաճել է սուր խոսքի, հայցում եմ վիրավորված արցախցիների ներողամտությունը, հանրային ռադիոյի տնօրենի կնոջ գրառումն։ Ես նախ բացարձակապես համոզված եմ, որ դու չես ցավում, հա, բացարձակապես համոզված եմ, որ դու չես ցավում, որովհետև եթե մարդ մի բան պատահական արածներ, դա կլներ մի անգամ։ Ամբողջ Փաշինյան Նիկոլի գոյության ժամանակ այս գաղջը անեցք ու լուտանքա թափել բոլորի նկատմամբ, ովքեր հակառակվել են Փաշինյան Նիկոլ ցեղասպանի ստորացին երևույթի քաղաքականությանը։ Այս գաղջը կամ գաղջերը, հա, աշխարհի վերջի լուտանքն են թափել բոլորի նկատմամբ, ովքեր չեն հավանել սրբապիղծ ցեղասպանին։ Հիմա ասում է, ես ցավում եմ, չէ, դու չես ցավում։ Ուղղակի էլի հասկացել ես, որ քո թրիքին ես կողքիդ որ կա, այս ոչ մի բանին ես, Բաքվի, ես հիշում եի, չէ, որ ասեց բանա փոխել։ Այս նկարները դրել են։ Առաջին օրը մտել է ռադիո, որպես տնօրեն ու
Արցախի ժամացույցը հանելա դնելա Բաքու Թբիլիսի։ Հիմա հասկացաք ես թրքածիններն ովքեր են։ Ես ո հիշում եմ այս բանը եղել։ Նկատի մեջ կա։ Ուղղակի էլի հասկացել եմ, որ այս թրքածինները կարող է այն ճոճված նավակի բանը ճակատագրին արժանանան, բայց ցավում եմ։ Դու չես կարա ցավաստիկին։ Դու չես կարա ցավաս, ոնց կարա քո մոտ ինչ-որ մի բան ցավա։ Ցավելու այդ օրգանը քո մոտ վաղուց բանը չացել է։ Եթե դու ցավայիր, քո ազգի կորուստի համար կցավայիր։ Եթե դու կցավայիր, քո երկրի վիճակի համար կցավայիր, արունահոսող երկրից համար կցավայիր։ Դու ոնց կարող դու քո ցավացող օրգան չունես։ Քո մի հատ օրգան կա, որ աշխատում է, դա շատ հետապնդող օրգան է։ Երբ հասկացել ես, որ շատ հետապնդող օրգանը արդեն սեղմում են, ասում ես ցավում է, բայց դա մեր հետ կապ չունի։ Այդ ցավը այդ ուրիշ ցավ է։ Դու ցավում ես, որ կարող քեզ հանես շպրտեն դուս քո այդ թափոնի հետ, այդ թուրքական արտադրանքի հետ։ Էներ կանեն թե չեն անել իմ ձեռքում չի, ոչ էլ ինձ դա հետաքրքիր է։ Մենք ու գիտենք, հասկացանք, որ դուք ամուսիններով նույնն եք։ Ամուսիններ, ես չգիտեի, իդ կապ ունեք։ Բայց ոնց կարող դուք կապ չունեք, ոնց կարող երկու թուրք լինեն մի հասարակության մեջ, իրար կապ չունեն։ Հիմա հասկանում եմ, դու ինչի համար ես այդքան անիծուն բոլորին նրանց ովքեր հանկարծ Նիկոլին հակառակ են, որ քո թափոնը դառնար ռադիոյի տնօրենը, այնց որ բան չկա ոչ պարզվի միար։ Իսկ այս կեղծ գրառումը բացարձակապես բան չի ասում։ Բացարձակապես ով ճանաչում է ձեզ, ամեն առիթին տեսնելու ձեզ պետք է հիշացնի ով եք դուք։ Ձեզ պետք է բարևետ չտա։ Ես չեմ ասում արդեն ուրիշ բանի մասին։ Ժորժան, այս հանրային պարսավանքի ինստիտուտը ամենաազդեցիկ, ամենաճիշտ, ամենաաշխատող, երկարատևության իմաստով, էֆեկտիվության իմաստով ամենաազդեցիկ գործիքն է։ Այ սրանք ոսես թփրտում են, հասկացան, տեսան ռեակցիան, հանրային պարսավանքի գործիքը պետք է աշխատի, ոնց ասեմ ձեզ, թվային մեխանիզմի նման, սենց ակնթարթային պետք է աշխատի, որ սրանց ցանկացած բերանը բացելուց առաջ ասեն բավոր հանկարծ, ու պետք է չկասկածեն, որ դա լինելու է։ Եթե մեկն էլ կբացի առած մտածելու, պետք է միանգամից այդ հարվածը ստանա։ Սա մի բանն է, որ մեր ձեռքն է, միակ բանն է, որ մեր ձեռքն է, դատարանը մեր ձեռքը չի, զորքը մեր ձեռքը չի, իրավունքը մեր ձեռքը չի, ես այս զորքի մասին եմ խոսում, հա։ Ոչ մի բան չունենք մեր ձեռքում, մի բան ունենք, դա հանրային պարսավանքի ինստիտուտն է։ Ես ասում եմ, դա փայլուն աշխատում է, փորձել է պետք։ Այսինքն ամեն մարդ պետք է մտածի, մտածի, այն ինչ որ եղավ, ինքը պետք է վերաբերմունք ունենա։ Եթե ինքը վերաբերմունք չունի, ուրեմն համաձայն է։ Իսկ եթե ամեն մարդ ցույց տա, որ ինքը վերաբերմունք ունի, այն տղուն որ կալանավորում են, չեն կողքի մեքենաներից չէին իջը ձեռները բռնել, ասեն այս դուք անասուն չեք արել, այս տղուն խեք աշուկ տանում։ Սիգնալ ա տվե, ես էլ եմ սիգնալ տվել, դե ինձ էլ տար։ Վերաբերմունք կա, չէ՞։ Սա էլ առանձին թեմա է։ Եթե ամեն մարդ, ամեն ապրող մարդ տանը դրծում իրար չինա աշխատատեղը վերաբերմունք ունենա, այդ մասին չվախենա ասի, նախ ինքը սկսի իրան հարգել, սկսի հարգել, ինքը կհասկանա, որ ինքը մարդ է, ինքը արժեք ունի, որտեղ եթե մարդը կարծիք չունի, վերաբերմունք չունի, արժեք էլ չունի։ Լավ տղա, ինձ որ ասում են ինքը լավ տղա է, խելոք տղա է, դրանից իմ համար զզվելի բան չկա ձևակերպում, խելոք տղա է, լավ տղա է։ Այդ երբանից դառավ խելոք տղեն լավ տղա։ Ինչ է նշանակում խելոք տղա։ Գար, ոչխար։ Խելոք տղեն այդ երբանից դառավ լավ տղա։ Չէ, կարծիք ունեցող, կրթություն ունեցող, բարոյական արժեք ունեցող եւ դրան հետապնդող մարդն է լավ տղեն։ Որը բան չի, բույս չի, ոստեղից վերցնեն դրեն ընդեղ, ինքը խելոք է։ Ու տենց սելուներ են մեծ ասել։ Խելոքը դարձել են չափանիշ, խելոք։ Բույսը դա լավ բան է։ Բույսը լավ է, երբ որ ինքը աճում է դրսում։ Գառը նույնիսկ գառի նման կենդանին ամենաանմեղ սնվում է այդ բույսով։ Փաստորեն դու մեծացնում ես բույս, որը կարող է նույնիսկ գառան կերակուր դառնա։ Ու դա մեր միջավայրում լավ տղա է։ Չէ, դա լավ տղեն չի։ Լավ տղեն կարծիք ունեցողն է, լավ տղեն սկզբունք ունեցողն է, լավ տղան ընտանիքի, քրոջ, մոր, հոր, եղբոր, միջավայրի բոլորի պաշտպանն է։ Դա է լավ տղան։ Երբ որ գիտի կողքը սուբյեկտ կա, որի վրա կարելի է հենվել, որի հետ կարելի է ընկերություն անել, գնալ պատերազմ, եթե պետք է։ Դա է լավ տղեն։ Սա լսենք։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։
Միջև անցնենք Գյումրի Մարտուն Գրիգորյանի այս որոշմանը, քիչ առաջ ավարտվել է այսպես կոչված տատիկների գործով դատական նիստը եւ այս հարցը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ ձերբակալվածների շարքում էին 60, 70 եւ 71 եւ 90 90-ամյա 75, 90 տատիկները։ Ինչ գործ է սա եւ ինչու էին այդ տատիկներին տարել ձերբակալվածների պահպանվայր։ Մեղադրանքը վերաբերում է ընտրակաշարքի խոստմանը, թե իբր տատիկները խոստացել են կամ տատիկներից մեկը խոստացել է այն մյուս տատիկներին ընտրակաշարք տա։ Սրա մասին է գործը։ Բնականաբար կաշկանդված լինելով այդ նախաքննական գաղտնիքով, որին իհարկե մենք առարկել ենք, մեզ նախազգուշացրել են, որ չեն կարող հրապարակել տվյալներ, դե պարզ է ինչի են, այս ամեն ինչ արել, որովհետև ակնհայտ է, որ սկսենք խոսել են ամեն ինչի մասին, ինչը որ կա կամ չկա գործում, շատ մեծ իրենց համար խայտառակություն ալինելով։ Ամեն դեպքում հաշվի առնելով դա, պիտի ասեմ, որ գործ ունենք մի դեպքի հետ, երբ իրար հետ բարեկամական կապի մեջ գտնվող անձին քննարկել են որոշակի հարցեր, դա դիտարկել են որպես կաշառքի խոստում։ Այս գործը։ Անահիտ Խալաթյանին էլ 71, 75 ու 90 տարեկան տատիկների կապամբ դատական գործ։ Դե հա, եթե վտանգավոր են, չի իրանք պետականության համար, վտանգավոր են, շատ վտանգավոր են։ Դե եթե ասենք փողոցում սիգնալ տվողն է Փաշինյան Նիկոլի բանի կառավարության համար արդեն վտանգ, սա արդեն հոգեվարք է։ Հոգեվարք։ Ու բոլոր հոգեվարքները ունենում են մենակ մեկ ելք։ Հիվանդը խելագարվում է։ Հիվանդը ի վերջո բիզիմդիր։ Հա։ Ու բոլոր ճանապարհները տանում են դեպի նույնը։ Եվ մի հատ վատ նորություն Նիկոլ Փաշինյանի համար։ ԱՄՆ կոնգրեսականները հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել։ Փաշինյան Նիկոլ, հասկացար, դու ինչքան ուզում ես ցեղասպանության հուշարձան տար, չտար, տալ, մի տար, հա, չկարեմ ասում, խելագարվել արդեն։ Դա մի փաստ է պատմական, պետք է ասեմ քեզ։ Չի վաղ, երևի դու լավ չես հասկանում ինչ է նշանակում ցեղասպանություն։ Որ նախ տասնյակ երկրներ են ընդունել են, հա, ու քեզ չեն էլ հարցել, դու այդ ժամանակ չկայիր, որ քեզ հարցնեին, էլի, չկայիր, ով էի դու, որ քեզ պետք է հարցնեին, որի մասին գրքեր են գրվել, աշխատություններ կան, պատմական, փաստագրական, հա, հիմա այդ պատմությունը կրթական ծրագրի մեջ է պետք է ներառվի։ Դու ինչ ուզում ես արա, դու չեք կարողանալու Էրդողանի ու Ալիևի հետ այդ բանը ջնջել։ Դու ոչ կարող ես սահմանադրություն փոխել Հայաստանում ջնջելու համար։ Դու ոչ կարող ես այդ փաստը չեղարկել։ Ոչ Արցախի, ոչ ցեղասպանության, ինչքան ուզում ես քեզ պատեպատ տուր։ Հիմա էլ դու ոնց քեզ պատեպատ կտաս, երբ որ դու բացասական իմաստով մարդիկ պայմանքով են ընտրում, նախընտրում քո փոխարեն։ Դու բացասական իմաստով անցել ես բոլորին։ Դու ինչի՞ վրա պետք է կարողանաս ազդես։ Ուզում ես տեսանյութ իրար։ There are lots of things happening at the moment, and everything seemed to be going well for Putin, especially with his negotiations with Trump. But things are changing, and as soon as you say, the perspective that Putin is losing, his days are numbered. And Zelensky's comments that Putin will soon be dead are. Մեղասկով, հաշա հայտնի վերլուծաբան, ես ամբողջ բանն եմ նայել, նյութը, խոսքը սրա մասին է, որ Պուտինի օրերը հաշված են, ըստ իրեն, որտեղ բերում է, որ այն հույսերը, որ Թրամփը փայփայում է Պուտինի հետ գործարքի գնալու համար, Պուտինին դա ձեռ չի տալի, Թրամփին դա ձեռ է տալի, որ ինչ որ բերի խառնի միտեղ սոպը տալ գնա, ասի ես դա արեցի։ Պուտինին դա ձեռ չի տալիս։ Քանի որ Պուտինին դա ձեռ չի տալի, ինքը չի անելու, Թրամփն էլ մանտրաժ է հիմա, որ չի անում, ինքը կորցնում է, տեղել է կորցնում, բոլոր տեղերը կորցնում է։ Իսկ եթե ինքը նորից սկսեց զինել, այդ հրաժարվեց Պուտինին փրկելուց ու արդեն ամեն ինչ գնում է դրան, նորից սկսել զինել Զելենսկուն, Պուտինի օրերը հաշված են, որովհետև շանս չկա։ Պուտինը չի կանգնելու պատերազմը, բացատրում է ինքը, որտեղ Պուտինի պատերազմ կանգնելը այս վիճակով, դա իր իշխանության վերջն է։ Ինքը իր իշխանությունը պահելու մի տարբերակ ունի, դա
ուկրաինական պետության ոչնչացումը։ Ինքը ասում է, չէ, պետքա պատճառները վերացնենք։ Պատճառները դա ուկրաինական պետությունն է։ Դա Թրամփը չի կարող անի։ Եվ այն հանգամանքը, որ Պուտինը չի համաձայնվում, Թրամփին շոկի մեջ է գցել, ցայտնոտի մեջ է գցել, ինքը արդեն սպառնում է կրկնակի տարիքներով։ Ամենանհավանականությամբ դա լինելու է։ Ամենանհավանականությամբ դա, բայց հստակ ասում է, դա օրերը, եթե հանկարծես որոշումներով, արդեն կարելի է հետ հաշվարկ անել Պուտինի օրերը։ Սա ինչի համար եմ ասում, Փաշինյան Նիկոլ։ Դու Ալիևը, Էրդողանը ոչ միտեղ չունեք բռնելու։ Բռնելու տեղ չունեք ուղակի, փախնելու տեղ չունեք, չեք ունենալու։ Ինչ եմ ասում Ալիևն է չի ունենալու, որտեղ հենց քեզ սենց հանեցին, Ալիևի վերջի էջն էլ է դանով շրջվում։ Ինձ ոչ շատ են գրում, ասում են Հայաստանի վիճակին չի, որ ինքը պատերազմի, բան լուրջ դեմքով գրում են, գիտես։ Ուզում հարցնեմ, ընկեր, դու ստատիստիկայի վարչությունում ես աշխատում։ Այսինքն ՊՆ-ում ես աշխատում։ Դու որտեղ ես աշխատում։ Քեզ է տվել ինֆորմացիան, ով է տվել հոգեբանորեն, որ Հայաստանի այդ վիճակում չի, ու լուրջ դեմքով։ Լուրջ դեմքով։ Ով է ձեզ այդ ինֆորմացիան տալի։ Հայաստանը ինչին է ունակ, ինչի ունակ չի։ Հայաստանը X-ն էլ չգիտես, որ ինչի է ունակ։ Որովհետև որպեսի հասկանա ինչի է ունակ, ինքը նախ պետք է մի հատ ինվենտարիզացիա անի, ինչ ունի։ Բայց դա կլինի միայն ապագայում, երբ որ այս իշխանությունը գնա գրողի ծոցը եւ տեղերում նստեն մասնագետ մարդիկ։ Մասնագետ։ Չեմ ասում փայլուն գիտնականներ։ Իրանց ոլորտի մասնագետներ հենց լսեն, մի հատ ինվենտարիզացիա է արվում։ Դու հասկանում ես այս ժամանակ արդեն ինչ ունես, ինչ չունես, իսկ իմ խորին համոզմամբ մեր ռեսուրսը, չօգտագործված ռեսուրսը անգամներ ավելի շատ է, քան այսօր ունի բանը Ադրբեջանը։ Անգամներ, ոչ թե հավասար են, ոչ թե ավելի արդյունավետ են, չէ, անգամներ ավելի շատ են, քան ունի Ադրբեջանը։ Ադրբեջանը ամենակարևոր բանը չունի։ Ադրբեջանը չունի ժողովուրդ։ Ժողովուրդ։ Հենց ընդ Ալիևան գավ, քանդվում է իրանց մոտ ամեն ինչ, որտեղ չունի ժողովուրդ, այն ժողովուրդը, որ պետությունն է ուզում, պետությունն է վերցնելու իր վրա, այդ մանր-մունր կլաները, դրանք պետություն չեն, դրանք պետություն չեն, մենք ունենք այդ ռեսուրսը, ինչքան մեզ հալածել են, նստեցել են բանտերը, վտարել են հայրենիքից, մեկը այդ ռեսուրսը կա էլի, քաղաքական այդ միտքը կա, քաղաքական այդ մարդիկ կան, այդ ռեսուրսը կա, բայց նույնիսկ եմ ասում, ամեն ինչ համախառնենք Երևանի ժամանակ, երբ մենք ունենանք պետություն, արդեն ռեալ ինվենտարիզացիա անենք, այ ունենք SS եւ չի մեզ օրինակ չի ելիքում այս մասնագետները։ Այս մասնագետներն էլ ունենք։ Այնքան մասնագետ, որ մենք ունենք, արտասահմանում սովորող, աշխատող, վստահ եղեք, դրանք միանգամից լրացնելու են պետական կարևոր օղակները, որոնք ատեստացիայից հետո, ինվենտարիզացիայից հետո կպարզի, որ պակասում է։ Դա լինի զինվորական, դա լինի բժշկական ոլորտից, դա լինի, չգիտեմ, ինչ ուզում է լինի։ Մենք Աստված տվե չի խնայել մեզ ռեսուրսը մարդկային եւ մասնագիտական։ Ժորժ ջան, այդ հուսահատ ճիչերը, անգործությունը արդարացնող ճիչերը գոնե իմ մոտ մի արեք էլի։ Ինձ մի գրեք, որտեղ ես մեկա չեմ հուսահատվում, ինձ հնարավոր չի հուսահատեցնել, հա։ Հոգիս ընկնում եմ մտքերի մեջ, տենց ես մարդը, որ տենց ասեց, ինքը լավ ազդում ես մտքից։ Հա, ինքն իրան խաբել է, ինքն իրան այս հոգեվիճակի մեջ դնել իրան դուր է գալիս։ Եթե դուր է գալի, դուք գրեք, դուք կարդացեք, ձեր համար, ինձ այդ գործը, ի վրա չի ազդում, որովհետև ես ուրիշ իրականությանն եմ տեղեկ։ Գնանք առաջ։ Ուղղակի ցույց տամ այս սրանք ինչին են ընդունակ եւ ինչ ենք մենք այս վիճակի։ Սամեկերող դարն է, 25 թիվն է արդեն դրսում։ Սրանք 7 տարվա մեջ թեքահարտակ սարքելու ունակ չեղան։ Թեքահարտակ։ Ու մարդիկ ակնկալում են, որ սրանք պետություն պետք է ղեկավարեն, ու այս պետությունը պետք է կենսունակ լինի, մրցունակ լինի, հակահարված տա։ Դա ժողովուրդը չի մեղավոր։ Դուք սրանց որ նշանակել եք ղեկավար, ժողովուրդ ջան։ Բա ինչ եք ուզում։ Մենք կենթանին։ Հա, թեկուս սրան է։ Կամ սրան։ Սրանք ինչ պետք է անեին։ Սրանք այդ խնդիրը չեն ունեցել պետություն ղեկավարելու։ Սրանք խնդիր են ունեցել պետությունը քանդելու, որն էլ արել են։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, այս որ ինչ ունենք հիմա, այս վիճակից է։
այս վիճակից է, որ պետության ղեկավարությունը ոչ թե մենակ անհայրենիք ստահակների խումբը, նաև ոչ պրոֆեսիոնալ եւ ամենակարևորը խնդիրներ չկա դրած։ Ես վստահ եմ, որ այս թեկահարտակի համար երևի ամեն տարի փողա դուրս գալու։ Բայց չեն արել։ Չեն արել անսահմանապակա թալանը, անսահմանապակ Հայաստանում։ Եվ ինչքանով ես վերջերս հասկացա, շատ մարդիկ դժգոհ են կառավարությունից, ոչ թե նրա համար, որ իրենք դժգոհ են կառավարությունից, լավ չեն աշխատում, որ ընդամենը այս թալանի մեջ իրենք մասնակցություն չունեն։ Եվ հաղորդման վերջում ուզում սա ասենք, Քուն չհավատակ, որ Հեյդարի տղա Նասարոգը Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կկնքի։ Նա իր հերը չի, հերը զիջեց։ Վլադիմիր Մովսեսյանին զիջեց, վերադարձրեց մեր եղածը, իսկ մենք ինչ արեցինք, մեր հողերը տվեց, հիմա մնացածն են ուզում տալ, այդ հողասի մի անդամից հավաքվեք, չամադաներ չվերցնեք, բոլորի տոմսը տալիս եմ, կյանքում։ Ճիշտ ասած, չէ՞։ Ես, տեսեք, ամեն անգամ գտնում եմ ոչ թե քաղաքական գործիչների մեկնաբանություն, վերջում որ ցույց տամ ձեզ, այլ տեսքից հասկանում ես, այս կինը տվյալ դեպքում քաղաքականապես ակտիվ է թե չէ, կուսակցական է թե ոչ, ինչը ակտիվիստներից է եղել թե ոչ։ Ոչ, այս բոլոր ուրեմն քաղաքական չի, ակտիվիստներից չի, գործիչ չի, կուսակցության անդամ չի, սովորական մարդ։ Ու իրանց օգտագործած բառամթերքը ինձ տալիս է որոշակի եզրակացություն։ Իմ որոշակի եկած եզրակացությունը հետևյալն է։ Հայ ժողովուրդը իր մեծամասամբ, ճնշող մեծամասամբ, ինձ հակառակը մի ապացուցեք, էլի, ձեզ խնդրում եմ։ Գնում եք այդ։ Մի համոզեք ինձ։ Ես չհամոզվող եմ այդ առումով։ Իր ճնշող մեծահամասնությամբ լրիվ հասկանում է ճիշտ օբյեկտիվ գնահատական է տալիս Գյումրի ընտրությունները ձեզ օրինակ։ Գյումրու ընտրությունները ձեզ օրինակ, այս 34%, որ 36% հանել են, էդ էլ տասցակներով ձեն լցնելուց են այդքան անել, էդ էլ իրանք չեն ունեցել։ Ընտրությունները ցույց են տալի եւ Փալաքարում, եւ Գյումրիում, եւ Երևանում դա ցույց տվեցին, եւ իմ հարցումներն են դա ցույց տալիս։ Ժողովուրդը հստակ հասկանում է ինչա եղել։ Եվ սա մասին ինչա, գիտեք, ճիվարը չգիտի, դա բանել էսօրին ինքը մանկապարտեզի վերանորոգման մասին է գրում, են Մարտունի, սամեք, Մարտունի, ոչ թե Մարտունու, էլի։ Մի խոսքով, մի հուսահատվեք։ Մենք մեզ ոնց գիտենք, համախոհներով շփվում ենք, չէ՞, վստահ եղեք, մենք իրոք շատ ենք։ Այո, այն թափոնն էլ կա, բան չունեմ ասելու, այն որ ատոմա ցանկացած ազատություն դա էլ կա, ատոմա ցանկացած բան, որ իր կոմֆորտից, իր առօրյա ալոտից քշերի իրան, հա, ինքը մարդ կա, իր ալոտն է սիրում, առօրյա։ Դրանից այն կողմով իրան մի հատ բան է ցույց տալի ալտերնատիվ, սկսում է ատել այդ մարդունել այդ երևույթներ։ Ես դա գիտեմ, որ կա։ Բայց մենք մեծ իմաստով այդպես չենք։ Մենք ալոտավայրի ժողովուրդ չենք, հա։ Մենք այս կնոջ նման ամեն ինչ գիտակցող, տեսնող, ամենքս մեր մակարդակին ինֆորմացիայի մակարդակի վրա հասկացող եւ գնահատող ենք։ Այս լավատեսական նոտայի վրա ուզում այսօր ավարտեմ։ Լավ մնացեք։